Ամռանից աշուն փոփոխությանը զուգահեռ սեզոնային վիրուսներն ու սուր շնչառական վարակներն ակտիվանում են։ Այս տարի առավել տարածված են AH3N2 տիպի կամ հոնկոնգյան վիրուսները։ Շատ սարսափելի մարմնի ցավ, բարձր ջերմություն եւ կպչուն հազ, որ մինչև հիմա չի անցնում։ 10 օրա հիվանդ էի։ Այսօր առաջի օրը տանից դուրս եմ եկել։ Ատեսակի վիրուսն է, ինչ որ գրիպի տարածված, բայց ամեն կերպ փորձում ենք զերծ մնալ այդ ամեն ինչից, ինչքան հնարավոր է։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով վարակվելու ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ 1.2 անգամ աճել է։ Ընդհանուր դեպքերի 81%-ը կազմում են մինչև 18 տարեկանները, սակայն առավել բարձր ցուցանիշն արձանագրվել է մինչև 14 տարեկանների շրջանում։ Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է, ասում է Հանրապետության գլխավոր մանկաբույժը։ Արդեն վիճակը ավելի լավ է, լավ ժպտում է։ Հա, արդեն լավ է վիճակը։ 3 ամսական է։ Այո։ Շատ adekvat է իրեն պահում։ 3 ամսական փոքրիկը բժշկական համալիր է տեղափոխվել ականջների բորբոքման խնդրով, որն ըստ մասնագետների սեզոնային վիրուսի հետևանք է։ Համապատասխան բուժումը ստացել է, այսօր արդեն համապատասխան բուժման վերջին օրն է։ Ինքը իրեն լավ ազդում, մնացած հետազոտություններ անցնելուց հետո բժիշկս ասաց, որ որոշում կկայացնենք դուրս գալու մասին։ Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ։ Երեխաների համար դա ինչ որ մենք տեսել ենք եւ այդ վիրուսն է առաջացրել է դա ականջի բորբոքումն է։ Մյուս բարդությունը իհարկե դա թոքաբորն է։ Բնականաբար այդ վիրուսները բոլոր այս կամ աշճանի կարող են ազդել նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա եւ առաջացնել ել ավելի մեկ մակարդակ խնդիրներ։ Դրա համար են ասել, որ կա որոշակի նշաններ, որտեղ արդեն գործողությունը պետք է լինի անհապաղ։ Հազ, բարձր ջերմություն, թուլություն, փսխում, քթահոսություն, ախորժակի կորուստ, մարմնի ցավեր ու ինքնազգացողության վատացում AH3N2 տիպի վիրուսների ախտանշաններն են, որոնք նման են նաև սուր շնչառական վարակներին։ Նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը կոչ է անում ինքնաբուժությամբ չզբաղվել, բարդությունից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում պետք է դիմել մասնագետներին։ Դեպքերի մեծ մասը կառավարվում են, ինչպես ամբողջ աշխարհում վարվում են տանը, բայց յուրաքանչյուր գրագետ ծնող պետք է իմանա եւ մեծահասակն է եւս իմանա, թե որոնք են այն կարմիր գծերը, այն կետերը, որոնց դեպքում պարտադիր պետք է անմիջապես դիմել բժշկին։ Այս սեզոնը բավականին խառն է եւ գրիպից բացի կա նաեւ այլ հարուսիչներ, բառագրիպի հարուսիչը, հանդիպել եմ ադենովիրուսի հարուսիչը, ասենց մոտավորապես թվով 1-5-6 հարուսիչ, որոնք այս կամաշճանի տարածվածությամբ այդ ամբողջ այդ ամենի մեջ հիմա շրջանառում են Հայաստանում։ Հիվանդացության առավել բարձր ցուցանիշ է արձանագրվել Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում, իսկ առավել բարձր ակտիվություն մայրաքաղաքում։ Անցած շաբաթվա համեմատ աճել են նաեւ հոսպիտալացումները։ Խոցելի տարիքային խումբ են համարվում մանկահասակները։ Մշտապես խոցելի տարիքային խմբերը տվյալ պարագայում երեխաներն են, հիմա առաջի հերթին, բայց չմոռանանք նաեւ ավակ սերնդի մասին, որտեղ այդ նույն վիրուսները առանձնում են եւ երեխաների եւ հասուն մարդկանց եւ առավելևս մեծահասակ տարեցների վրա նույնպես այո տարեցների վրա նույն ձևի կարող են ազդել եւ առաջացնել նրանց քրոնիկ վիճակների սրացում։ Հիվանդությունը հիմնականում օդակաթիլային ճանապարհով է տարածվում։ Տևողությունը 5-ից 7 օր է։ Վարակներից խուսափելու համար պետք է հաճախ օդափոխել սենյակը, շփվել վարակված մարդկանց հետ։ Սեզոնային վարակներից զերծ մնալու կամ թեթև տանելու համար խորհուրդ է տրվում նաեւ պատվաստվել գրիպի դեմ։ Պատվաստանյութը պետք է ստանալ ավելի հնարավորինս դեպի աշուն, ավելի աշուն հիմա էլ դեռ ուշ չէ, որտեղ մենք չգիտենք ինչքան է տևելու այս իրավիճակը, որևէ կախարդական փայտիկ, որ այսօր մեզ եւ ընդհանրապես մարդկությանը ազատի այս վիրուսներից եւ որ մենք կարողանանք առանց դրանց ապրել, նման գաղտնիք չկա։ Սեզոնային վիրուսները արագ տարածվում են հատկապես մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում։ Առողջապահության նախարարը հայտնել է, որ ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է համաճարակային ֆիլտր, որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը կդառնա հեռավար։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։